Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Կշարունակեմ ձեզի խոսիլ Աստվածաշունչի մասին։ Անցնող շաբաթներուն սիրելներ ձեզի խոսեցա Աստվածաշունչի Աստուծո գողմե ներշնչված ըլլալու հանգամանքի մասին, բացատրեցի թե Աստվածաշունչը Աստուծո խոսքն է, Աստված է, որ Աստվածաշունչին մեջ ենք խոսեցա թե ինչպես դարբեր ժամանակներու հեղինակներ Աստվածաշունչը գրած են, Քրիստոսե առաջ մինչև 1500 տարիներ առաջ Մովսեսով սկսավ գրվել Աստվածաշունչը եւ նոր գդագարանը սիրելներ հետևաբար Քրիստոսի երկինք համբարնալեն յետ գրվեցավ, մոտավորապես 1500 տարվա մեջ գրված է Աստվածաշունչը հին եւ նոր գդագարանները, խոսեցա սիրելներ ցեզի Աստվածաշունչի քիրքերու մասին, անոնց կանոնականացման մասին, խոսեցա հայկական կանոնին մասին, խոսեցա թե եկեղեցիներ այսօր քանի քիրքեր կընդունին 5 գդագարանեն, խոսեցա երկրորդականոն գոչված քիրքերու մասին, խոսեցա բարականոն քիրքերու մասին, եւ սիրելներ այս բոլոր դերեկությունները ցեզի ուզեցի փոխանցել, որբեսի ավելի լավ հասկանաք թե ինչպես գրված են Աստվածաշունչի քիրքերը։ Այսօր սիրելներ ցեզի պիտի խոսիմ Աստվածաշունչի լեզվին մասին կամ լեզուներու մասին, ինչ լեզուներով գրված է Աստվածաշունչը, ապակային պիտի խոսիմ ցեզի թարգմանությանց մասին, նաև սիրելներ այսօր ցեզի պիտի խոսիմ մասորական բնակիր գոչվածի մասին, թե ինչ է մասորական բնակիրը։ Նախ ասեմ սիրելներ ցեզի, որ Աստվածաշունչը գլխավորապես երկու լեզուներով գրված է։ 5 գդագարանը գրված է եբրայերեն լեզվով, հրեաներու խոսած լեզվով, գարկմը փոքրիկ հատվածներ կան, որոնք արամերենով գրված են, հիմա կբացատրեմ թե որն է արամերեն լեզուն, իսկ նոր գդագարանը ամբողջությամբ գրված է հունարենով, սակայն ոչ թե դասական հունարենով, այլ սիրելներ խոսակցական հունարենով, որ հույները կգոչեն քինի, որ կնշանակե հասարակ, բարձ, ժողովրդին խոսած լեզվով գրված լեզու։ Եբրայերեն մասին նախ ցեզի խոսիմ։ Եբրայերենը սիրելներ սեմական լեզումն է, ինչպես օրինակ ասորերենն է, արամերենն է, արաբերենն է, այնպես ալ եբրայերեն լեզուն սեմական լեզու է։ Եվ անիկա հին եբրայերենը շատ մոդիկ էր փյունիկյան դարերուն։ Հետո սիրելներ ասորականի նման նոր ուրեմն եբրայերեն թե խոսակցություն, թե հնչյուն եւ թե նաեւ քիրերու ցևը կրվեցավ որպես քարագուսի եւ այդպես ալ գոչվի եբրայերեն մեջ քարագուսի քիրեր։ Եբրայերեն ունի 22 դար։ Ես պիտի ընթերցեմ ցեզի սիրելներ այփենարանը եբրայերենի, որ լսեք թե ինչ դարեր ունին։ Ալեֆ, բեթ, գիմել, դալեթ, հե, վաու, զեն, հետ, թեթ, յոդ, քաֆ, լամեդ, միմ, նուն, սամեք, այն, փե, սադե, քոֆ, ռեշ, սին եւ շին, թաու։ Սիրելներ այս սին եւ շին, եթե առանցին կրվին 23 դար գլա, բայց եբրայերենի մեջը անոնք որպես մեկ դար կկրվին գեդատրության բզդիկ դարբերությամբ, անորամար եբրայերեն լեզվին, ուրեմն այփերանարին թիվը 22 դար է։ Եվ անոր համար է նաեւ որ 5 գդագարանը իրենց մոտ 22 քիրքերու մեջ ամփոփված են։ Շատ մը քիրքեր իրարու գբած են, ընդհանուր թիվը եթե առանցին նայինք
39 գիրքեր են, բայց այդ 39 գիրքերը միացված են եբրայերեն դարերու համաձայն 22-ի վերածված են։ Ասեմ, որ եբրայերեն լեզուն այփենարանը չեն գիտեր որ ժամանակեն մեջտեղ ելած է, բայց սկզբնապես ինչպես ասի փյունիգեցներու դարերու նման էին հետո ասորականին նմանեցան, բայց եբրայերեն լեզուն գործածվեր մինչև Բաբելոնի անոնց քերևարվիլը։ Ինչե Բաբելոնի քերություն։ Ատկե ետքսիրելներ արամերենը սկսավ դարածվիլ ժողովրդի ցանկի մեջ եւ եբրայերեն լեզուն մնաց ձիսական լեզուն եւ նաեւ քրական լեզուն, բայց այլապես ժողովուրդը դժբախտաբար հերացավ եբրայերենեն եւ այլևս եբրայերեն շատ չէր հասկնալ, ինչպես որ այսօր քրապարը մեր սիրելներ ձիսական լեզուն է, բայց դժբախտաբար մեր ժողովրդի մեծ մասը քրապար չի հասկնար, չի գիտեր։ Ճիշտ այդպես պատահեցավ հրյաներուն հետ, Բաբելոնի քերութենեն ետք արամերենը դարածվեցավ։ Այժմ խոսիմ սիրելներ ցեզի արամերենի մասին։ Արամերենը կամ ասորերենը անիգա նաև գոչված է հաջախ քախթեերեն։ Քախթեերենը քախթիացիները սիրելներ այսօր անոնք որոնք Լիբանան, Սուրիա, Իրաք եւ այլն գաբրին, զանոնք գոչեն քելդանի։ Քախթիացիները քելդանիներն են։ Իսկ արամերենը սիրելներ որ ասորիքի մեջ զարգացավ Արամի քաղաքին մեջ, այսօր դարձյալ արևելքի մեջ եղողները գիտեն, անոնք կգոչվին արամիյուն, արամայեցիներ։ Հետևաբար իրենց լեզուն շատ նման է ասորերենի, սեմական լեզու է, ասորերենն է, որ արամերենեն դուրս եկած է իրականության մեջ, այդ լեզուն, երբ հրյաներ քաղտեցին Բաբելոն, միջակետք, քանի որ այդտեղի լեզուներ սկսան այդ լեզուն որդեգրել, նաև այդ լեզուն արամերենը վաճառականական լեզուն էր, հետևաբար ժողովրդին մեջ սկսավ խոսվել արամերեն լեզուն։ Մինչև Հիսուսի ժամանակները եւ Հիսուսեն յետկալ բավական ժամանակ, անոր համար Հիսուս նաև արամերեն գխոսեր։ Սուրբ Գիրքը գսե, ասիկա ուզեցի իմանաք սիրելներ, որ ուրգե արամերենը եկավ։ Ուրեմն Հիսուսի ժամանակներունալ ձիսական լեզուն, եկեղեցական լեզուն, այսպես ասեմ, եբրայերենն էր, իսկ ժողովրդական լեզուն արամերենն էր։ Անոր համար Հիսուս նաև գխոսեր արամերեն լեզու։ Հիսուս գխոսեր ասորերեն, արամերեն եւ հունարեն։ Նաև երկու բառալ ավելցնեմ եբրայերեն լեզվին առնչությամբ, որ եբրայերեն լեզուն սիրելիներ բացարձակ կերպով գլխակիր դարեր չունի։ Բոլորնալ միադեսակ բարձ դարեր են եւ նաև ցայնավորներ չունի։ Եբրայերեն բոլոր դարերը փաղացային դարեր են։ Քիչ մվերջ կսեմ, թե ինչպես կգարտան, ինչպես կհասկանան եբրայեցիները իրենց ուրեմն քրությունները։ Նաև ասեմ, ինչպես որ արաբերենն է, աչեն ցախ է որ գկրվի, սեմական լեզուները բոլոր այդպես են, աչեն ցախ կկրվին եւ ոչ թե մեր լեզվին պես կամ եվրոպական լեզուներուն պես ցախ են աչ։ Այս ընդհանուր սիրելներ ուրեմն դերեկությունները ցեզի փոխանցեցի, որբեսի իմանաք, որ 5 դագարանը կրված է եբրայերեն լեզվով, մեծավ մասամբ միայն գարկմը բզիկ հատվածներ արամերեն է, իսկ նոր դագարանը ամբողջությամբ հունարեն խոսակցական լեզվով, հասարակ լեզվով։ Որքան հիմա հարցումը պիտի հարցնեմ, որքան վստահելի է մեզի հասած բնակիրը Աստվածաշունչի։ Երկու թար արդեն Սուրբ Քրոց բանասերները սիրելիներ
հսկա աշխատանքներ գտանին, որբեսի ամենահին բադարիկներեն, որ գտնված են, մինչև ավելի ուշ ընդօրինակված Աստվածաշունչի գիրքերը եւ ապա սիրելիներ մինչև ավելի յետ Քրիստոսի յետ եղած ցերակիրները բոլորը ինչ որ գտնված են ամենքնալ սիրելիներ բնակրագիտության օրենքին ուրեմն ենթարկած են այսին բնակրագիտություն ինչ կնշանակի բնակրագիտություն կնշանակի սիրելիներ որ ինչ որ բադարիկներ կան ինչ որ հին ցերակիրներ կան քիրքիմը մասին այդ բոլորը կովկովի գահավակվին եւ բնակիրի ուրեմն բնակիրներու սկզբնակիրները ամբողջությամբ գնայվին թե ովևէ մեկ փար դար նախատասություն բաքսած է այսին ցերակրի մեջ կամ մյուսի մեջ հավելում գդարված է եւ Աստվածաշունչի սիրելներ այս բոլոր քիրքերը որ գտնված են մինչև այսօր եւ զանազան թանգարաններու մեջ կբավին լա Անգլիայի թանգարանի մեջ լա Սենտ Պետերսբուրգի թանգարանի մեջ Լենինգրադ կամ լա զանազան դերեր սիրելներ որ կբահվին բադարիկներ նույնիսկ այդ բոլորը ուսումնասիրված են Աստվածաշունչին եւ շատ հետաքրքրական է որ այդ բոլորին մեջ դեսնված են բզդիկ փարերու դարբերություններ բայց հավատքի վերաբերյալ բացարձակ գերբով նույնն է չկա դարբերություն եւ ահա սիրելներ ասիկա ապահովություն գուտա որ Աստուծո խոսքը ամենեն ճշգրիտ ցևով հասած է այսօրվան աբրողներուս ինչպես փոխանցված էին 5 դագարանի քիրքերը գիտեք որ անցյալին մարդիկ սովորական մարդիկ ընթերցել չէին գիտեր հետևաբար ինչ որ կփոխանցվեր իրենց ծնողներ փերնեպերան փերանացի գերբով կփոխանցեին նոր սերունդի անդամներուն սակայն Աստուծո խոսքը 5 դագարանի մեջ Մովսեսի պատվեր դրվեցավ որ հանձնվեր Աստուծո խոսքը քահանաներուն քահանաները իրենք զարգացում կստանային հadoop կերպով որբեսի Աստուծո խոսքը ընդօրինագեին եւ իսկապես այդ բոլոր ուրեմն քահանաները ընդօրինակությամբ կփոխանցեին Աստուծո խոսքը հաջորդ սերունդներուն եւ սակայն դուք լավ գիտեք սիրելներ ընդօրինակության ժամանակ երբեմն վրիբակներ գլային երբեմն ուրեմն ընդօրինագողը անուշադրության պատճառով սխալ գկրեր կամ գվրիբեր իր աչքեն փարմը այս բոլորի մասին քիչ մվերջ ավելի լայն գերբով գխոսիմ ուրեմն ասի արդեն որ Աստվածաշունչը մեզ 2500 տարիներ առաջ մինչև 3500 տարիներ առաջ գրված է որովհետև 3500 տարիներ առաջ Մովսեսի ապրած ժամանակն էր որ Մովսես գրեց Աստվածաշունչի առաջին 5 գիրքերը հնկամադյանը ծննդոց ելից Ռևդացված թվոց երկրորդ օրինաց ապա սիրելներ 1000 տարի դեվեց այդ քրությունները մինչև Բաբելոնի քերություն եւ ապա Բաբելոնի քերութենեն վերջ քրվեցան երկրորդականոն քիրքերը եւ հետեւաբար այս եւ նոր գդակարան անշուշտ քրված է Տեր Հիսուս Քրիստոսի երկինք համբարնալեն յետ եւ որ արաքյալները ուզեցին քրի առնել Հիսուսի խոսքերը եւ վերջը Պողոս արաքյալ իր նամակները գրեց մյուս արաքյալներն ալ Հակոբոս Պետրոս, Հովանես, Հութա իրենք ալ նամակներ գրեցին, որովհետև աղանդավորները սկսած էին իրենց ուսուցումները դարածել, որբեսի ժողովուրդը զսկուշացնեին աղանդավորներեն, հետևաբար քրի առնվեցան այդ բոլոր խոսքերը։ Ուրեմն, մեր ցերքի Աստվածաշունչը, որ ունենք մենք սիրելներ, 5 դագարան են, 5 դագարան է մինչև նոր գդագարան, այսօրվան թվականով
շուրջ 3500 տարեկան է։ Եվ ըսեմ սիրելներ, որ 5 դագարանի բարակային, որովհետև ավելի հին է, քրչակիրները, անոնք որոնք ցերակիր գկրեին սիրելներ քրիչները, ծայրահեղ փծախնդրություն գցուցաբերեին Աստուծո խոսքի ընթորինակության մեջ։ Այո, երբեմն գային, որոնք թերևս անհոգ էին կամ իրենց թմրածության պատճառով, սիրելի ժողովուրդ, հեշտ բան մչեր անցյալին ընթորինակելը, մանավանդ որ էլեկտրական լույս չկար, մոմի տակ, լապտերներու տակ, խոնավություն, թուղթ չկար, մակաղատներ պետք էին, մակաղատներու վրա, բաբիրոսներու վրա եւ այլն, այս բոլոր ընթորինակությունները հեշտ բան չէին քրիչներուն համար, բայց մեծ փծախնդրություն ցուցաբերած են Աստուծո խոսքի նկատմամբ եւ ընթորինակած են սիրելներ Աստուծո խոսքը։ Եվ սակայն հակառակ այդ ծայրահեղ փծախնդրության ընթորինակության մեջ բադահած են դարընթերցվածներու կամ սխալներու ուրեմն վրիբումներ եւ անոնք եղած են սիրելներ քրխավորապար կամ անզգուշության պատճառով անկիդագից հետևաբար փոփոխություններ, որտեղ եթե օրինակ նույնանման բարեր են չմորնակ նորենգի իջեցնեմ հրյական լեզուն շատ նույնանման են դարերը չափազանց նույնանման են եւ հետևաբար գրնա մեկ դարիմը փոփոխությունը ուրիշ իմաստ տալ հետևաբար ընթորինակողը պետք է ադիգա գիտնար երկրորդ ըսի ցայնավորներ չգան սիրելիներ հրյական լեզվի մեջ չգային անցյալին հետևաբար դժբախտաբար Ետ փարմը գրնար ուրիշ իմաստով հասկացվիլ դակավին սիրելիներ ոչ գեդատրական նշան ուներ եբրայերենը ոչ ալ գլխակիր ուներ եւ բոլոր բարերը իրարու փագած կգրվեին ամբողջությամբ եւ հետեւաբար ընթորինակողը երբեմն պետք է վերցաներ այդ բարը երբեմն ճիշտ հնչումը պետք է իմանար որբեսի կարողանար բարը ճիշտ գրել անորամար անկիդագից փոփոխություններ գլային երբեմն նաև խոստովանինք որ քիդագից փոփոխություններ գլային բայց ինչու համար քիդագից փոփոխություն գլային որովհետև հետական օրինագողները երբ արդեն օրինակ 1000 տարի անցած էր քիրքեն այդ ժամանակվա բարեր գային որ անհասկանալի էին իրենց ապրած ժամանակաշրջանին հետևաբար իրենց կողմը գմեգնապանեին եւ բարը գփոխեին կամ հնչյունը գփոխեին այս բոլորը սիրելներ բադահած են սակայն ինչպես որ հոգևոր հայրս Զարե Սրբազանը սկանչելի գերբով հետևյալը գսե կարևոր ճշմարտությունը այն է որ հագարակ նման բազմաթիվ վրիբումներու ներկայության փնակիրը ուղագի ճիշտ փունքիրը այսինքն հարազատ քրությունը իր հիմնական իմաստեն չի հերանար եւ ինչ որ մեզի համար ավելի կարեւոր է գիտնալ բացարձակորեն որևէ դարբերություն չստեղծեր հավատքի հիմնական ճշմարտություններուն կամ վարտաբեդական գեդերուն մեջ բոլոր դարբերակներն ալ երկրորդական են եւ լուսանցկային եւ առհասարակ նաեւ ուղղելի նոր գտնված ցերակիրներու եւ հնակույն թարգմանություններու օժանդակությամբ այս է կարևորը որ սիրելիներ թեև եղած են վրիբումներ եղած են բզդիկ սրբակրություններ սակայն սիրելիներ հավատքի վերաբերյալ ովև մեկ տարբերություն չկա բացարձակ կերպով այլ ամեն ինչ նույնը մնացած է եւ ամեն անգամ եւ նոր սիրելիներ ցերակիրներ հայտնաբերված են եւ ամիջապես բախտատված են այդ քիրքերուն հետ աստվածաշունչի քիրքերուն հետ ամեն ցերակիրներ բոլոր ցերակիրներն ալ սիրելիներ դեսնված են որ սարմանալի գերբով նույնն են ասիկա գուքա ընթորինակողներու փծախնդրութեն են որոնց վարձքը գադարելա հիմա ցեզի խոսիմ մասորական գոչված փնակրի մասին մասորական
կնշանակե ավանդական բնակրի մասին, որովհետև հրեության մեջ սիրելներ այսօր ընդունված պաշտոնական բնակիրը կգոչվի մասսորական բնակիր։ Ասիկա պետք է լավ իմանաք, որբեսի գիտնաք թե հրյաները ինչ կկործածեն, որովհետև սիրելներ ճիշտ ինչ որ մենք կկործածենք, իրենց թե որ կկործածենք 5 դագարանի վերապերյալ։ Հետևաբար հրյաները սիրելներ չեն գրնար մեղադրել մեզ, որ դուք ուրիշ բան կկործածեք։ Եվ ինչու կկործածենք 5 դագարանը, որովհետև քալիք մեսիայի մասին բոլոր Աստուծո խոստումները գրված են 5 դագարանի գիրքերու մեջ։ Մարգարեները Սուրբ Օգիով լեցված խոսեցան Քրիստոսի կալուստի մասին։ Եվ այսօր, եթե ովը մեկ հրյա, քանի որ նոր դագարան չեն ընդունիր, իմանալու համար Քրիստոսի մասին, եւ դժբախտաբար իրենց մեծերեն եկած մեղադրանքներով Հիսուսի մասին գխոսին։ Բայց եթե ովը մեկ հրյա անաչար գերբով ընթերցե իր ցերքին դակ գտնվող այս մասորական բնակիրը, որ հրյաներու ընդունած Աստվածաշունչի 5 դագարանի բնակիրն է, անաչար գերբով ուղեղը մաքուր, առանց ովը մեկ նախաբաշարումներու կամ ովը մեկ ուղեղալվացման, որ հրյա ղեկավարներ հաջող կփորձեններ, սիրելներ իրենց իսկ գարտացած 5 դագարանի գիրքերու մեջ են Հիսուսի ներկայությունը պիտի տեսնեն։ Եվ ադոր համար է որ թե առաջին քրիստոնյաները, թե ամբողջ ժամանակներու եւ մինչեւ այսօր հրյաներ, որոնք ընթերցած են մաքուր օգիով Աստվածաշունչը 5 դագարանը Քրիստոսի դարձած են, որովհետև Քրիստոսի մեջ տեսած են այդ բոլորին գադարումը։ Ուրեմն, ասեմ սիրելներ, որ մասորական բնակիրները մեզի այսօր ամենեն հինը որ հասած է 9-րդ թարեն է 896 թվականին Քրիստոսեն յետ անշուշտ եւ անիգա գրված է պատրաստված է Մոշե բեն Աշերի ռաբիին գողմե եւ անիգա գբահվի պրիդանական Անգլիայի թանկարանի մեջ նաեւ սիրելներ Սան Պետերսբուրգի մեջ նախկին Լենինգրադի մեջ գտնվի վերջին մարգարեները փովանտագող ցերակիրմը որ 10-րդ տարեն գուկա 916 թվականին եւ պատրաստված է Մոշեի որդին գոմե Ահարոն բեն Աշերի գոմե եւ ասեմ նաեւ որ ամբողջական 5 դագարանը կոյություն ուներ մինչեւ 1947 թվական եբրայերենով որ գբահվեր Հալեբի մեջ դժբախտաբար 1947-ին երբ որ իսրայելյան եւ արաբական պատերազմը եղավ այդ 5 դագարանը ամբողջական 5 դագարան մներ դժբախտաբար ամբողջությամբ այրեցավ բարեփոխությունը այն է որ այդ նույն 5 դագարանի ուրեմն ցերակիրմը ընթորինակված ցերակիրմը այսօր գբահվի Սան Պետերսբուրգի մեջ որ գրված էր 1000 թվականին մոտավորապես շատ լավ նախ խոսիմ սիրելներ որ ինչ է այս մասորական բնակիրը ասից էզի որ մինչև Պապելոնի քերություն եբրայցի ժողովուրդը եբրայերեն խոսեր ամենօրյա իրենց խոսակցական լեզուն եբրայերեն էր բայց հետո եբրայերեն լեզուն նահանջեց անիգա մնաց միայն ձիսական լեզու դաջարային ձիսական լեզու եւ նաեւ քրական լեզու իսկ ժողովրդին մեջ դարածվեցավ Պապելոնի քերութենեն սկսյալ արամերեն լեզուն հետևաբար հрьяաներ գործընծուցին եբրայերեն լեզվին հնչյունապանությունը եւ դժբախտաբար սիրելիներ եւ որ հնչյունապանությունը գործվեցավ այս անգամ սկսան չկարողանալ ընթերցել ճշգրիտ կերպով թե եբրայերեն աստվածաշունչը գիրքերը ինչ գրված են անորամար ռաբիներ հрья ռաբիներ լծվեցան հadouk աշխատանքի որբեսի եւ նպատակ ունենալով որ սրբակրված ընդիր փնակիրը պատրաստեն եւ
թե ծևը գտնեմ, որ այդ բնակրին ուղիղ ընթերցումը կատարվի ճիշտ ցայնով եւ հասկացողությունը ապահովվի։ Անոր համար Քրիստոսի յետք 100 թվականին դարբեր դպրոցներ մեջտեղ ելան, որբեսի սիրելիներ ընդրեն ընդիր բնակիրը եւ կարողանան հաստատել ավանդված ցայնահնչյունները եբրայերեն լեզվին, որբեսի Աստվածաշունչը փոփոխության չընթարգվեր 5 դագարանի քիրքերը։ Ուրեմն 3 գլխավոր դպրոցներ մեջտեղ ելան։ Առաջին դպրոցը բաբելոնյան դպրոցն է սիրելիներ, եւ այս բաբելոնյան դպրոցը սկսավ հաստատուն բնակիրը փորձեր գազմել եւ լծվիլ արամերեն դարգում կգոչվին սիրելիներ դարգումի, ուրեմն դարգումները վերադեսության ենթարկել, որբեսի կարողանային հաստատել եբրայերեն հնչյունաբանությունը Աստվածաշունչի։ Երկրորդ դպրոցը կգոչվի Բաղեստինի դպրոց, որ նույնպես Բաբելոնի դպրոցի նման նույնը սկսավ հավաքել այդ բոլորը, որբեսի կարողանա հաստատ ուրեմն հնչյունաբանությունը որոշել, իսկ ամենեն կարևորը եւ ամենեն ուրեմն ազդու դպրոցը եղավ Դիբերիայի դպրոցը։ Եվ այս դպրոցը սիրելներ ցայնավորներու, քանի որ ասի հրեական լեզուն ցայնավոր դարեր չունի, հետևաբար ցայնավորներու ամբողջական թրությունը ստեղծեց, որբեսի կարողանան քրողները եւ ընթորինագողները ճիշտ ծևով հասկանալ եւ ճիշտ ծևով թարգմանել։ Եվ ասեմ, որ երկու դարբեր թրություններ ստեղծվեցան այս Դիբերիայի դպրոցեն։ Առաջինը Բեն Աշերի ընտանիքին կողմէ եւ երկրորդը Բեն Նավթալի ընտանիքին կողմէ։ Հիմա ինչ ըրին այս դպրոցները եւ ինչ են մասորական բնակրին հատկանիշները։ Ուրեմն Քրիստոսի յետք 5-րդ դարեն մինչև 10-րդ դար այս դպրոցները սիրելիներ աշխատեցան, որբեսի կարողանան իսկապես հրեական այդ արդեն իսկ գործվող հնչյունաբանությունները վերականգնել, որբեսի ճշգրիտ 5 դագարանի քիրքեր ունենան, որոնք գրված էին Մովսեսի կողմէ, մինչև Բաբելոնի քերություն մարդիկ կործածած էին, ատկևերջ լեզուն գործընծուցած էին, արամերեն սկսած էին խոսիլ, եւ հետևաբար շատ բաներ սիրելներ սկսած էին փոխվել։ Հետևաբար անոնք սիրելներ սկսան աշխատել 4 հանգրվաններով։ Առաջին իրենց ցերքին դակ ունեցած բազմաթիվ ցերակիրներուն հիմամբ 5 դագարանի հաստատուն բնակիրը գազմեցին։ Ոչ թե դարբեր դեղերեն արին կովկովիթերին եւ ասին որ այս է ոչ, այլ բոլոր ինչ որ իրենց ցերքին տակ բնակիրներ ունեին, դեսան որ մեկներ ամենեն ապահովը, ամենեն վստահելին, ամենեն ճշգրիտը զայն ընդրեցին։ Եվ սկսան սիրելներ ցերակիրներու արդակրության կամ ընթորինակության մեջ ովևէ սխալ թույլ չդալ։ Եվ ադորամար ինչերին։ Եթե հանգարց ցերակրի մեջ, ընթորինակված ցերակրի մեջ ովևէ մեկ սխալ գար, այդ ցերակիրը կփճացնեին, որբեսի սխալը չդարածվեր հետակային։ Երկրորդ, ովևէ գրտնության եւ ովևէ հավելումի առաջքը առնելու համար սկսան սիրելիներ հաշվել, որ օրինակ Աստվածաշունչի մեջ 5 դագարանի բոլոր քիրքերու մեջ քանի հատ ալեֆ առաջին դարն է այփենարանի եբրայական ալեֆ դարը քանի անգամ կործածված է օրինակ 5 դագարանի բոլոր քիրքերու մեջ բեթ դարը քանի անգամ կործածված է եւ հաշված են իրենք օրինակ 42377 անգամ 5 դագարանի քիրքերու մեջ
ալեֆ դարը կործածված է, 38218 անգամ բեթ դարը կործածված է, եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ սիրելներ, որոշ բարերու եւ դարձվածներու կամ բացադրությանց հաջախականությունը, որ քանի անգամ կործածված են այդ դարձվածները, այդ բարերը, այդպես ամբողջությամբ հաշվարկեցին, որբեսի չլա որ հանգարց ովև մեկ սխալ վրիբի։ Տեսեք ինչ բծախնդիր կորց եւ դկնաչան երկար դարիներ թարեր դեվեցին սիրելներ այս աշխատանքները։ Նաեւ սիրելներ փնակրի մեջ գտնվող որևէ բար, եթե սխալ թվեր իրենց, չէին փոխեր, ինչպես օրինակ ընտորինագողները գնային, այլ այդ բարը գկրեին, ինչպես որ գրված էր, ինչպես որ ավանդութենեն հասած էր, սակայն լուսանցքի մեջ գկրեին, որ այդ բարը այսպես գարտա, այսինքն ճշգրիտ գերբով գարտա։ Օրինակ, գրված է, եթե բնակրի մեջ քեթիվ եբրայերենով, իրենք գկրեին քերի, այսինքն այսպես գարտա։ Եվ այդպես ալ սիրելներ սկսան պատրաստել այս սկանչելի բնակիրը, մասորական բնակիրը։ Երկրորդ ուրեմն հանգրվանը այն էր, որ սկիզբ դրին բարերը իրարմե անչադելու եւ բարբերություններու բաժնելու սովորությունը։ Ասիցեզի, որ եբրայերեն բարերը սիրելներ, քանի որ ոչ գլխակիր ունեին, ոչ ուրեմն գեդատրական նշաններ, ոչ ստորագետ, ոչ միջագետ, ոչ վերջագետ, եւ բարերը քովի կրված էին, հետեւաբար այս դբրոցները աշխատեցան, որ 5 դագարանի քիրքերը, որ ամբողջությամբ կրված էին, բարերը զադեն իրարմե եւ նաեւ բարբերություններու վերածվին, որբեսի սիրելներ ընթերցողը կարողանար հստակ կերպով գիտնար, թե ինչ կընթերցեր, եւ նաեւ ընթորինագողները գիտնային, որ ինչ կընթորինագեին։ Երրորդ, բնակրին ճշգրիտ եւ ամփոփող ընթերցումը ապահովելու համար այս դբրոցները սիրելիներ ինչ էին, ցայնավորներու հadouk նշանները ստեղծեցին, քանի որ եբրայերեն լեզուն եւ սեմական բոլոր լեզուները, անոնք որոնք արաբերեն գիտեն, ասորերեն գիտեն արդեն ինչ կբացատրեմ, ցայնավոր դարեր չունին, եւ հետեւաբար ցայնավոր դարեր նշանները ստեղծեցին այս դբրոցները։ Հիմա կբացատրեմ ամեն մեկ դբրոց ինչպես ստեղծեց, բայց օրինակ մտամ սիրելներ ցեզի։ Երևակայեցեք, որ օրինակ հայերենը չունենար եւ սեմական լեզվի մեջ չունենար ցայնավոր դար։ Մեր ցայնավորները որոնք են այբ, եչ, ինի, ո, ասոնք ցայնավոր դարերն են մեր։ Եվ որ բարի մեջ կմտնեն, բարը բար կդարձնեն։ Երևակայեցեք, որ սիրելներ ցայնավոր չունենայինք։ Օրինակ անցյալին ր գկրվեր։ Ինչ կնշանակե ր։ Մենք սիրելներ գրնանք անիգա գարտալ Արարատ, կամ գրնանք գարտալ Ուրարդու։ Կամ օրինակ երևակայեցեք, որ կրվեր մրք։ Ինչ կնշանակե մրք։ Կամ պիտի գարտած մեկը գարտար միրք, կամ մեկը պիտի գարտար մարկ, մարկակետին այսին տաշտ։ Կամ եթե կրվեր դղվրլ, ինչ պիտի գարտայինք։ Մեկը գրնար գարտալ անիգա սիրելիներ դեղավորել, կամ գրնար գարտալ դողավորել, կամ մեկը գրնա գարտալ դաղավարել։ Նույնպես ալ սիրելներ ահավասիկ հրյական լեզվի մեջ, քանի որ ցայնավորներ չկային, բարերը գրնային դարբեր իմաստներ ստանալ եւ երբեմն մեկ բարը մինչեւ 4-5 եւ ավելի իմաստներ գրնային ստանալ, նայած որ ինչպես մեկը կգարտա։ Օրինակ մտամ ցեզի եբրայերենեն, որբեսի ավելի լավ հասկանաք։ Օրինակ 3 դարերով սիրելիներ ուրեմն կրությունը ոմանք գրնային հասկանալ մատտա, որ կնշանակե դագը ներքևը, կամ գրնային հասկանալ մատե, որ կնշանակե քավազան ցուբ, կամ կարելի էր գարտալ միտա, որ կնշանակե մահիճ թակաղ։
տեսեք ամբողջությամբ դարբեր բաներ, կամ կարելի է գարտալ մուտե կամ մուտա, որ կնշանակե չարապոխություն, բռնություն, բռնապոխություն։ Գտեսնեք սիրելներ, որ եւ որ ցայնավոր չգային ցայնավորներ, հետեւաբար ամեն մեկը գրնար դարբեր ցևով գարտալ եւ ընտորինագեղուները գրնային դարբեր ցևով ընտորինագել։ Եվ չմոռնաք, ժողովուրդը գործընծուցած էր, արդեն հերացած էր եբրայերեն լեզվեն, արամերեն խոսեր։ Քահանաները իրենք էին, քահանաներու մեջ էր որ բահված էր հնչյունը եւ անոր համար այս դբրոցները սիրելը ռապիական դբրոցները հadouk աշխատանք տարին վերագանքնելու համար ճշգրիտ փնակիրը եւ սիրելներ ասոնք քանի որ երբ որ ցկես թողես այդպես ժամանակի ընթացքին պիտի գործվի ցայնը պիտի գործվի ինչպես որ այսօր օրինակ մենք եկեղեցական երաժշտության մեջ ունենք խազակրությունը մինչև այն ադեմ որ ողջ էին խազգրողները եւ նաեւ փոխանցված էր այդ խազակրության ուրեմն չափերը ամբողջ ցայները բահված էր բայց երբ որ դժբախտաբար թատրեցան իմացողներու մահացան իմացողները գործվեցավ հայոց խազակրությունը եւ այսօր մենք խազակրությունը չենք գիտեր դժբախտաբար չէ վերձանված ամբողջությամբ գոմիդաս վարտաբեդը գրած է իր քրությանց մեջ որ գրծավ վերձանել բայց դժբախտաբար թուրքերը այրեցին իր ամբողջ գործերը եւ այսօր եկեղեցական մեր հայկական խազակրությունը այսին սոլֆեջը երաշտյան նոտաները դժբախտաբար գործընծած են գանդ անոնց ծևերը բայց ցայները չեն գիտեր մեծավ մասին նույնպես արսիլներ հрьяաներ եթե այս իրենց հնչյունները որ բահբանված էր կանաներու մոտ ռապիներու մոտ եթե անոնք չկրեին ապա սիրելներ ամբողջությամբ պիտի գործվեր եւ հերանալով սկզբնական ուրեմն վիճակեն այն ադեն սիրելներ ամբողջությամբ աստվածաշունչի բնակիրը ոչ միայն պիտի գործվեր այլ պիտի փոխվեր ամեն մեկ ժամանակի մարդ իր հասկացածին ծևով պիտի գրեր եւ աստվածաշունչը պիտի փոխվեր հետեւաբար ասոնք սիրելներ աստվածաշունչի բնակիրը ոչ միայն ուրեմն քրի արին եւ այլ մանավանդ քահանաներուն անցտվեցավ որբեսի անոնք գենտանի փոխանցողները լան այդ խոսքին նաեւ ճշգրիտ իմացումին ընթերցանության եւ ուղիղ իմաստին եւ սիրելներ ռապիական այս դբրոցները ինչպես ասի հիմա ցայնավորները ստեղծեցին բայց ամեն մեկ դբրոց ցայնավորները սկսավ դարբեր դեղ կործածել գեդատրական նշաններ են ասոնք սիրելներ ուղագի գեդեր են ինչպես որ եւ ասոնք կոչվին եբրայերենով հարակատներ արաբերենի մեջ ալ նույն է հարակատներն են օրինակ քեսրը դամմե դարբեր նշաններ կան որ գարտացած ադենը անոնք որոնք արաբերեն գիտեն երբ որ գարտան այդ հնչյունները նշանները գոքնեն մարդումը որ ճիշտ ծևով գարտան ուրեմն այս երեք դբրոցները ինչերին փապելական դբրոցը սկսան այս հարակատները այս նշանները կործածել եբրայերեն դարերու վերևը ուրիշ դբրոցը սկսավ կործածել սիրելներ եբրայերեն դարերուն մեջտեղները իսկ դիպերիայի դբրոցը սկսան նշանները տնել եբրայական հնչյունաբանության ներքևը եւ մինչեւ այսօր հрьяաներ կործածեն ճիշտ այս դիպերիայի դբրոցի գադարած սիրելիներ նշանները ահա այսպիսով սիրելներ գազմվեցավ մասորական փնակիրը եւ այս եւ ինչպես ասի մասորական կնշանակե ավանտական եւ այս դբրոցներու այս երեք դբրոցներու մարտիկը գոչվեցան բաալե համ մասորետ այսինքն ավանտության բահաբաններ բաալե համ մասորետ եւ այդ բնակիրը որ գազմվեցավ որ մինչև այսօր ասի հрьяաներ մասորական բնակիրն է որ գործածեն
անիգա գոչվեցավ մասորական, այսինքն ավանտական, ավանտուտենեն Մովսեսին հասած իրենց հնչյունապանության ցևով։ Այդպես է որ հрьяաները գգարտան սիրելներ այս բոլոր թարգմանությունները քիրքերը հին գդագարանի կանոնական քիրքերը։ Ես այս կանով սիրելներ պիտի բավարարվիմ հույսով որ ցեզի գրծա փոխանցել այս գիտությունը որբեսի դուգալ սիրելներ Աստվածաշունչի մասին որքան բան իմանաք այնքան գտեսնեք որ անփոփոխ մնացած է եւ կկարողանաք սիրելներ բայկարիլ այն բոլոր աղապներուն թեմ այն բոլոր մարդոց թեմ որոնք անհավատ են եւ գսեմ որ ով է սա որ նույնը մնացած է մանավանդ իսլամները գսեն սիրելներ որ Աստվածաշունչը փոխված է հատկապես նոր գդագարանին համար ես պիտի խոսիմ վերջնորեն որ նոր գդագարանի քիրքերը դուք փոխածեք 5 գդագարանի քիրքերը փոխված են 5 գդագարանի քիրքի մեջ երկերկոցի մեջ Մուհամմադին անունը գա եւ այսօր այդ ուրեմն ադոր մեջ չգա եւ այլն երբ որ 5 շաբթի օրերը այլևս սկսիմ նաեւ իսլամներու սուդ վարտաբեդության մասին խոսիմ սիրելներ այդ ժամանակ ավելի կբացատրեմ այս բոլորի մասին սակայն իմացեք որ Աստվածաշունչի քիրքերու հսկա ցերակիրներ գտնված են աշխարի մեծ թանկարաններու մեջ կան բոլոր այդ ցերակիրները համեմատված են բնակրագիտական ուրեմն աշխատանք կատարված է այդ բոլորը սիրելներ ուսումնասիրված են եւ դեստված են որ երբեմն բզդիկ վրիպակներ կան եւ այդ վրիպակները սակայն հավատքի դեսագետե ովևէ մեկ հարց չեն ստեղծել ուստի մեր ցերկերու մեջ գտնվող Աստվածաշունչ քիրքերը թե 5 դագարանի թե նոր գդագարանի ճշմարիտ քիրքեր են սիրելներ որոնք բծախնդրությամբ ընթորինակված ու այսօր մեզի հասած են եւ մենք այսօր արիթ ունենք վստահությամբ այդ քիրքերը փանալու ընթերցելու որովհետեւ անոնց մեջ են Աստված է որ մեզի գխոսի ամեն անգամ երբ որ սուրբ գիրք պիտի ընթերցվի մեր եկեղեցիներու մեջ ինչ կսենք ասե Աստված գսե հետևաբար փանանք Աստվածաշունչը ընթերցենք ամեն օր ոչ միայն սիրելներ որպես փարոյական քիր որպես հոգևոր սնունդ ստանանք այլ հիշեցեք Աստվածաշունչը մեզ փրկության առաջնորդ է Աստվածաշունչը մեզ փրկչին Հիսուսի առաջնորդ է Աստված ցեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին